Լավ, ինչու անել ներդրումներ ստարտափներում։ Մենք շատ ենք խոսում եկամտաբերությունից, ռիսկերից, հեռանկարներից եւ այլն։ Այս անգամ խոսենք մի շատ կարևոր թեմայի շուրջ, որի համար նաեւ Equifine-ը ստեղծվել։ Նկարագրեմ մի քանի բան։ Նախ ամենակարևորը այն է, որ յուրաքանչյուր երկրի համար տեխնոլոգիաներում նորարարությունում ներդրում անելը ամենակարևոր բաղադրիչն է մրցունակության համար, արտադրողականության համար, առաջընթացի համար եւ երկրի հարստության համար, հա, այսպես ասած։ Բայց նաեւ շատ կարևոր է անվտանգության առումով, որովհետեւ տեխնոլոգիաները ալտում են տարբեր ոլորտներում։ Դա շատ կարևոր է։ Այսինքն ուզում եք լավ հեռանկարներ, ուզում եք լավ ապահով հեռանկարներ մեր երեխեքի համար, շատ կարևոր մասն է դա։ Երկրորդը այն է, որ ստարտափները, նորական ստարտափները շատ սերտ կապ ունեն գիտության հետ։ Այսինքն, եթե դու զբաղվում ես գիտությունով, դու ինչ որ բայի, շատ հավանական է, գուցե ուզենաս նաև դա վերածել ինչ որ բիզնեսի։ Շատ բազմաթիվ օրինակներ կան այս ուղղությամբ, եւ գիտությունով զբաղվելը դառնում է ավելի գրավիչ, շատ կարևոր է։ Ու երրորդը, որպես փոքր երկիր նամանավանդ, ինչ որ բան պետք է արտանես, որովհետև շատ բան ներկրում ես, շատ բան պետք է արտանես, որ կարողանաս այդ ամիջը վճարել։ Ստարտափները, տեխնոլոգիաները մասնավորապես Հայաստանի համար գործում են որպես արտանուն, եւ շատ կարևոր է։ Չորրորդը, ուրեմն շատ կարևոր փաստ, որ ստարտափների ֆինանսավորումը արվում է փուլային, այսինքն դու պետք է արժեք ստեղծես, զարգանաս, առաջընթաց ունենաս, շրջանառություն ձեռք բերես եւ գնահատումը աճում է, ֆինանսավորումը արվում է նոր ներդրողների կողմից։ Այսինքն ստեղ փողը կամ փողը, որ ստեղծվում ներում արում, փուլային, այսինքն արժեք ստեղծվեց, եւս ներդրում, արժեք ստեղծվեց, եւս ներդրում, այսինքն այն առաջընթացը գնահատվում է ու դա շատ ուղիղ կապ ունի։ Եվ հինգերորդը նշեմ, էլի կարևոր մասը, որտեղ ստարտափները թիմային մշակույթով են, հա, այսինքն մենք եթե հայերս սիրում ենք անձնական սպորտով զբաղվել, անձնական ձեռքբերումներ, շախմատ լինի կամ եւ այլ, սա թիմային է։ Ու այդ առումով ես կարծում եմ շատ կարողություններ զարգանում են նաեւ այդ ուղղությամբ, այսինքն մենք գործում ենք որպես թիմ, կարողանում ենք կառավարել մեծ թիմեր, մեծ հիմնարկներ եւ այլն։ Դե այսքանը հուսամ բացի այս եկամտաբերությունից պատկերացրեցինք ինչ դրական արդյունքներ են բերում նաև ներդրումները, ֆինանսական ներդրումները նորարարության, ստարտափների, տեխնոլոգիաների մեջ եւ ըստ դրա դա եւս շատ մեծ ու դրական ազդեցություն է տեղ ունենում բացի մեր անձնական եկամուտներ ձեռք բերելու մասով։ Դե կապի մեջ